Սանոսյան, մամուլը գրեց, որ ձեր տղան բանակից ազատվել է առողջական խնդիրների պատճառով, բայց զբաղվում է սպորտով, սա ինչպես կմեկնաբանեք։ Ցանկացած հարց մեկնաբանել պետք է իրավական տիրույթում։ Անցել է բժշկական հետազոտություններ, առկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում ասացել, հետո նորից կհետազոտվի։ Կբավարարի, կգնա, չի բավարարի, չի գնա։ Հստակ որոշված չի, ինքը չի գնալու։ Դրա համար ժամկետ են տալիս, ինչ-որ ժամանակ հետո նորից են ստուգում։ Բայց ինչպես է զբաղվում սպորտով, եթե ինչ-որ խնդիր կա։ Աշխարհի ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունի, բոլորը։ Դուք տարեք ստուգեք, տեսեք։ Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով պրոֆեսիոնալ ու սրտի խնդիր չունի։ Խնդիրը հետևյալում է, սա լսեք։ Առողջապահության նախարարությունը ունի որոշակի չափորոշիչներ, չէ՞, թե մարդու ենթադրենք սիրտը կամ այլ օրգաններ։ Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ չափերը եւ այլն փոխվում է ու սկսում է չհամապատասխանել այդ կարգին։ Դա է ընդամենը։ Տարին տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի ամենայն հարգանքով նրանց ծնողներին, երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից։ Իսկ օրինակ չէ, բայց բանակի կենտրոնական մարզական ակումբ գոյություն ունի, պարոն Սանոսյան, որտեղ սպորտով Բանակի կենտրոնական մարզական ակումբն ուրիշ բան է։ Բանակի կենտրոնական մարզական ակումբում այո։ Նա ուրիշ բան է։ Ի՞նչն է ուրիշ բան։ Նույն մեր զինված ուժերում ծառայություն են իրականացնում մեր զինվորները, որտեղ գնում։ Հա, բայց մենք հիմա առողջական խնդրից ենք խոսում։ Հա, ուզում ենք հասկանալ, այդ հասկանալի է, որ սիրտը հնարավոր է արագ է աշխատում սպորտով զբաղվելու հետևանքով։ Դա ընդ որում մենակ սիրտը չի, բայց հիմա շատ չեմ ուզում էլի ամբողջ երկրի առաջ իմ տղայի խնդիրներից խոսել։ Եթե որպես ծնող եք հարցնում, ես իր հետ բավական քանի անգամ խոսել եմ, որ պետքա թողնել սպորտը, որովհետև առողջությունը ավելի կարևոր է։ Հիմա իր տեսանկյունից ինքն էլ 7 տարեկանից 6 տարեկանից զբաղվում է, բայց հիմա իմ ընտանեկան հարցերը կարծում եմ հարմար պատմելու տեղ չի։ Սանոսյան, դուք Սանոսյան, Հիմա պաշտոնյա չեմ։ բայց դուք բացառում եք, որ ձեր Ընդ որում ներողություն, այդ լուրի մեջ մի սխալ կա։ Իմ տղան 24 թվականին չի տարկետում ստացել, իմ տղան 25 թվականի ամռան է տարկետում ստացել, երբ որ ես որևէ պաշտոն չէի զբաղեցնում։ Պարոն Սանոսյան, իհարկե Խնդրում եմ վերջի հարցը գնամ Չուշանա։ Բոլորի անմեղության կանխավարկածը հարկելով, բայց մշտապես մենք տեսել ենք, որ կառավարող ուժի ներկայացուցիչները ազդեցիկ անձինք միշտ էլ կարողացել են իրենց տղաներին բանակից ազատել։ Դուք բացառում եք, որ այս դեպքում ձեր դիրքը ազդեցություն չի ունեցել։ Բացառում եմ ու նորից եմ նշում, դուք հիմա որ վերցնեք ուսումնասիրեք, տեսնեք, որ իմ տղայի հասակի բազմաթիվ պատանիներ, ովքեր պրոֆեսիոնալ սպորտով են զբաղվում, նրանք նույնպես ազատված են կամ տարկետում ունեն։ Ուղղակի նորից եմ ասում, ամենայն հարգանքով նրանց ծնողների, միգուցե հայտնի մարդկանց երեխաներ չեն, դուք ուշադրություն չեք դարձնում։ 10-ից 7-ը, 8-ը, 9-ը այս խնդրով անցնում է, սա էլ այդ սպորտի բնորոշ հատկություններից է։